Մենք գիտենք, որ ախտոյան ընտանիքի հեռանալն են պահանջում բնակիչներ, դուք միանում եք կոչում։ Թե եթե այստեղ ենք միանում ենք։ Լարված մթնոլորտ է այս բանը։ Չէ, շատ հանգիստ մթնոլորտ է, շատ ոչ մեկ այդ վիճաբանություն չկա, ժողովուրդը իրանց կամքն են ուզում արտահայտեն, հանգիստ ակցիա է, առանց խոչընդոտի, առանց մեկը մյուսին վիրավորելու նորմալ է։ Իսկ առհասարակ գյուղում ինչպիսին է մթնոլորտը։ Նորմալ ոչ մեկին չի նեղացնում, սպասում ենք արդար դատավարությանը։ Ստեղից ուր եք գնալու եք Մհեր Ախտոյանից տուն, չգիտեմ։ Այդտեղ չեն գնալու, գնանք ընդ տուն չկա, գնանք այդ տուն ինչ անենք, ապրող չկա, մարդ չկա, գնանք ինչի համար գնանք։ Չգիտեմ։ Դե ասում են հեռացել են։ Իսկ միջև դեպքը այստեղ էին ընտանիքի անդամները իրենց, թե։ Միջև դեպքը, այո։ Իսկ այս հավաքով մենակ ստեղով եք սահմանափակվելու։ Այո, ճանապարհ չենք փակելու, ոչ մեկին չենք վիրավորել, խաղ ակցիա ենք անում։ Իսկ ինչ նպատակով։ Ասել եմ արդեն։ Բոլորն այստեղ իր հարազատները, բոլորը անխտիր։ Դուք ականատես չեղաք իր հողագարության ժամանակ, ինչքան հարազատ ունի։ Մարդիկ իրար ցավակցում էին։ Տենց թվում որ մեկը տե գնացեն։ Որ բարեկամին չցավակցեն, մարդիկ իրանք ցավակցան։ Սխալ եմ ասում։ Չէ, շատ ճիշտ է։ Դες բան չկա 52 տարեկան մարդը տենց հողագարության չեմ մասնակցել։ Շատ դժվար եմ խոսում, ներողություն։ Պարոն Օհանյան, ինչ ակցիա է այս պահին իրականացվում, ինչ սպասելիքներ ունեք եւ ինչ եք պատրաստվում անել։ Ինքնաբուխ ակցիա է, որովհետեւ կերպով նախապես պլանավորված հարց չկա, համայնքի բնակիչներն են հավաքվել, իրենց աջակցությունն են հայտնում պարոն Գրիգորյանին, ինչպես նաև ընկերները, այդ թվում եւ ես եւ այլ ընկերներ։ Էս է ընդհանուր առմամբ։ Իրավական տեսանկյունից պահանջը բնակիչների հեռացնել այդ ընտանիքին իրավական մասով խնդրեմ մեկնաբանել, ինչ քայլեր պետք է անեն, արդյոք դա հնարավոր է, օրենքը թույլ տալիս է։ Եկեք այս պահին զերծ մնանք իրավական ինչ-որ գնահատականներ տալուց, հատկապես դա թող իրավապահ մարմինները գնահատականները տան, այս պահի դրությամբ զուտ աջակցությունն ենք հայտնում մեր ներկայությամբ եւ ըստ էության խնդիրը բարձրաձայնելու համար ենք այստեղ։ Ինչ խնդիրը որն է այս դեպքում։ Հարվածությունը, որը առկա է այս պահին բնակավայրում։ Օրինակ այստեղ հավաքված մարդիկ ասում են, որ հենց հիմա խաղաղ ամեն ինչ, լարվածություն չկա, բայց մենք գյուղի մուտքի, երգի ու առհասարակ գյուղի բոլոր փողոցներում կարելի է ոստիկաններ տեսնել։ Սա ինչով է պայմանավորված լարվածությունը դեռ պահպանվում է, թե առհասարակ այսպես ռիսկը չեզոքացնելու համար է այս ոստիկանական մեծ ուժերը այստեղ հավաքված ու նաև մենք տեսնում ենք, որ ոստիկանական կետեր են ամենտեղ։ Բնականաբար թե ռիսկի չեզոքացման, թե նաև լարվածության թոթափման նպատակ է հետապնդում, իրավապահ մարմիններն են շատ լավ հասկանում, որ լարվածություն առկա է եւ կարող է ավելորդ ծրացումներ լինի, թե ինչ արդեն մեկնաբանությունները թողնենք իրավապահ մարմիններին, բայց նրանց գտնվելը չի կարող ինքնանպատակ լինել կամ պարզապես լինել։ Իսկ դեպքից հետո, հուղարկավորությունից հետո եղել է որոշակի լարվածություններ, որովհետև մենք բազմիցս տենց տեղեկություններ նաև համացանցում են գրում այդ մասին, որ գյուղի մեջտեղում կամ որոշ հատվածներում երիտասարդներ են հավաքվում ու այսպես փորձում են կոպիտ ասած շարունակել են ռազմորկան, որը եղել է այս տարվա փետրվարի 5-ին ու դրան շարունակող այդ բանը, կա այդպիսի տեղեկություն, որ էլի Ախտոյանների եւ Գրիգորյանների համախոհները իրար, այսպես ասած, կանչել են հարց պարզելու, հաշիվներ պարզելու ու նաև այդ լարվածությունը պահպանվել է։ Ողբերգական էր դեպքը, որ տեղի է ունեցել եւ բնականաբար բոլորիս է, ով ճանաչում էր եւ գիտեր Վալուցա Գրիգորյանը, չէր կարող անտարբեր անցնել այդ ողբերգությունը եւ դժբախտությունը, կարելի ասել, չէր կարող այդ անձը անտարբերությամբ անցնել։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված առանձբուրկաների նման տեղեկատվություն
չունենք եւ ես անձամբ չունեմ, չգիտեմ ինչ ակնկալիքով եք այդ հարցը տալիս, ամեն դեպքում մենք ունենք տեղեկություն, ձեզ հարցնում ենք։ ամեն դեպքում իրավիճակը տեսնում եք ոստիկանների ներկայությունը ամեն այո խաչմերուկում, ինչպես եւ ճիշտ նկատեցիք, դա քիչ բանի մասին չի խոսում, բայց հավաքվել, քննարկել, ինչ որ հարցեր շարունակություն տալ, ինձ հասած տեղեկատվությամբ նման իրականություն չկա, կան իրավիճակներ, կա պահ, երբ որ հավաքվում են, քննարկում են, դեռ այդ ողբերգությունը բոլորիս համար, բոլորիս մոտ իրականություն չէ, դեռ մենք չենք հավատում, որ Վալուձա Գրիգորյանը մեզ հետ չէ, այս ամբողջ երևույթությունը։ Իսկ հետագա քայլերի մասին ինչ եք պատրաստվում այսօր, ինչ շարունակություն է ունենալու այս ակցիան։ Ինքնաբուխ ակցիա է, ընթացքի հետ կապված կքննարկենք տեղում բնակիչների հետ էլ հասկանանք հետագա անելիքները։ Իսկ մարդիկ ինչ մտավախություններ ունեն, ինչու է հոսքը չի դադարում, հա, այստեղ։ Մտավախությունների հարց չկա։ Հաշվի առնելով, որ հավաքվել ենք, բնականաբար հետաքրքրություն ամենակիչը ներկայացնում է, մարդիկ հավաքվում են, գալիս են, ով իմանալով, ով չիմանալով ներկայանում է, մեր աջակցությունն ենք հայտնում այդքանը։ Իսկ Ախտոյան ընտանիքի հեռանալը իրատեսական համարում եք։ Բնակավայրից հեռանալ, արդեն իսկ վերջինս հեռացել են։ Մշտական, եթե նկատի ունեք, դա հետագան ցույց կտա։ Իսկ ինչ է կարծում, նրանց հեռացումով հնարավոր կլինի լարվածությունից խուսափել, այսինքն գյուղում լարված մթնոլորտը կանխել։ Դա հետագան ցույց կտա։ Այս բան ամեն դեպքում խնդիրը իրավապահ մարմինների տեղեկատվության հաղորդմամբ վերաբերում է ընտանիքին, ուստի այդ խնդրով պայմանավորված եթե քայլեր ձեռնարկվեն վերջիներս այսպես ասած իրենց բնակության վայրը փոխեն, կարծում եմ, որ որոշ չափով կթոթափվի։ Բարև ձեզ, մի քանի հարց ունեմ, կպատասխանեք։ Ինչ պահանջով եք այստեղ հավաքվել, ինչ ակնկալիքներ ունեք։ Ասեմ։ Վոլոդիա Գրիգորյանի բարեկամն եք։ Վոլոդիա Գրիգորյանի։ Չի բարեկամը, չի գյուղացի։ Հալիվան եմ։ Ինչպիսի մարդ է նա։ Ես Վալուդիայի հետ այդքան շփում չեմ ունեցի, բայց իր պապայի հետ մեր գուսովետի նախական ա եղել, շատ ընտիր մարդ ա եղել, շատ լավ ընտանիք են, ամեն ինչով, բայց Վալուդիային է գիտեմ որ շատ լավն ա, նույն ընտանիքի զավակն ա, նույն դաստիարակությունն ա առել, Նա գյուղում ինչպիսի մթնոլորտ ա լարված է։ Շատ լավ, վատ բան չենք տեսել մենք իրանցից, ոչ մի անգամ, ես 60 թվից եկել եմ ստեղ, առաջինը հանդիպել եմ Վալուդիայի, ավելի շուտ լուվայի ծնողներին, մոտ եմ եղել, հարևանություն են կարել, շատ ընտիր ընտանիք են եղել, շատ։ Դուք եք ցանկանում, որ Ախտոյան ընտանիքը հեռանա գյուղից։ Եթե բոլորը միաձայն համաձայն են, ես էլ եմ համաձայն։ Ականքները, այդ սրբապիղծները պետք է դուրս գան այո այս գյուղից, որ այս գյուղը հանգիստ ապրի։ 30 տարի է նրա հայրն է այս գյուղը ավիրե, հիմա իր թուլեկն են։ Պետք է իրանց պատիժը կրեն։ Լարված է մթնոլորտը գյուղում։ Դե մարդիկ բոլորը սպասում են պատժեն։ Ինչ սարքում են ամեն ինչ, որ լարվածություն ստեղծեն, դրանք որ չգնան, էլի ավելի բետար բաներ լինելու։ Դուք ճանաչում եք Ախտոյաններին։ 30 տարի է իր պապանա, ոչ չենք ճանաչում։ Իր պապանա աթոռի կռիվ արե, հիմա էլ երեխեքին փոքրուց սերմանեց, որ աթոռ պիտի տանեն։ Սպանելով է լինի, պետք է աթոռին տիրանան։ 2 տարի տիրացան սաղ հողերը կերան։ Հիմա ինչ են ուզում, խեղճ Վալուդիայի գլուխը կերան, ասուց ստանան իրենց պատիժը, սրբապիղծները։ Այո, մեր աչքի առաջ է մեծացել, իմ քավորս է, քավորիս տղան է։ Մենք մի շենքում ենք ապրել, իրար հարևան ենք ապրել, փոքրուց տեսել ենք ինչ մարդ ենք, իմ աղջիկա դասընկերն ա եղել 10 տարի։ Ընտանիք ունի, որ նայում ես, չգիտեմ, Ախտոյան ինչ ընտանիք ունի, ինքը գետինը մտնի իր հորնումոր հետ, որ իր երեխեքին է ձևի դաստիարակեցին, իր երեխեքին գցին կրակը։
մեր խեղճ տղու գլուխն է կերան, տականքները, ասուց ստանան իրանց պատիժը։ Բնակիչները ինչ մտավախություն ունեն, ինչու եք այսօր Որ այստեղ էլի պետք է մի բան սարքեն, շարունակեն։ Ոնց որ գնացին գերեզմանաքարերը կոտրեցին իբր Վալուդյայի հարազատներն են արել։ Իրանք են արել ամեն ինչը։ Դավիթ Ախտոյանի կնոջ հեռախոսն էին վերլուծել իրավապահները, ասում էին, որ Մղեր Ախտոյանի հետ սիրային հարաբերությունների Ասես ջան, դա որ վերլուծել են, ուրեմն մի բան գիտեն, որ տարածվել է։ Մենք ինչ իմանանք, մենք ոչ վերլուծել ենք, ոչ էլ տեսել ենք, ես այդ աղջկան չեմ ճանաչում։ Ասում են դպրոցում է աշխատում։ Ճիշտ ասած չեմ ճանաչում, երեխեքս արդեն մեծ են, դպրոցն ավարտել են։ Դավիթին, այդ թաղվածին ճանաչում եմ։ Բայց կնոջը ճիշտ ասած չեմ տեսել։ Ռոհանյանին դուք ճանաչել եք անցյալ տարի, այսինքն էս փետր։ Չէ, իրանց է տենց։ Մի երեխեքի տես տարիքին չեմ իմանում տենց։ Մենք այն կողմն ենք։ Ես շատ լավ գիտեմ Գրիգորյաններին, որ ինչ ընտանիք են, ինչ մարդ են։ Ինչ ծնողներ ունեն, ինչ ծնողի զավակներ են, Ախտոյանների նման չեն։ Իրա կողքին ու ցանկացած խոչընդոտ թե քաղաքական թե ինչ որ խոչընդոտ կլինի պատրաստ ենք աջակցել ու հավաքվել ու լինել նրա կողքին։ Ինձ կարճ ասեմ թողեք քարակար համայնքը ապրի։ Մի ստեղ մարդիկ ուզում են լավ բան անեն։ Մի խանգարեք։ Լավ մարդկանց մի տարեք մեր կողքից։ Ում է ուղղված այդ խոսքերը։ Եկեք չմանանա, հասկացողը կհասկանա։ Թող չխանգարեն, թողեն մենք կապրենք։ Որովհետև Օնիկ Ախվերդյանն էլ լավ մարդ է, ունի այս սկզբունքները, որ ուներ Վալուդյա Գրիգորյանը, ու մենք սատարում ենք իրեն ու ցանկացած պահին կանգնած ենք իր կողքը։ Ֆարակար համայնքից հեռու մնացեք։ Մի բան հարցնեմ, հայ իրավապահները Դավիթ Ախտոյանի կնոջ հեռախոսն էին վերլուծել, պարզվեց, որ եղբոր Մհեր Ախտոյանի հետ սիրային հարաբերությունների մեջ է եղել, ինչ լսել եք այս մասին։ Եկեք, դրանք անձնական տվյալներ են, ես չեմ ուզում շատ մանրանամ։ Իսկ սպանությունը ինչ է կարծում, իսկապես վենդետա է եղել։ Սպանությունը վենդետա։ Եթե անկեղծ, ոչ։ Ինչ Իմ կարծիքը։ Ինչպես ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ ունի ազատ խոսքի իրավունք եւ ես էլ նույնպես իմ ազատ խոսքի իրավունքն եմ հայտնում եւ իմ կարծիքը։ Իմ կարծիքով ոչ, այստեղ վենդետա չկա։ Բա ինչ դրդապատճառով սպանեցին Գրիգորյանին։ Դրդապատճառը չեն ուզում լավ լինի համայնքում երևի։ Լավ մարդ էս կյանքում ոնց հասկացա տեղ չունի։ Թշնամիներ ուներ պարոն Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյանը կարար թշնամիները նրա համար, որ միայն լավ բաներ անում։ Թե հիմա լավ բան անելով թշնամիներ ձեռք են բերում, մնացածը չեմ կարող ասել։ Իսկ հիմա գյուղում լարված է մթնոլորտը, իրավապահները, ոստիկանները այստեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, բայց մենք ականատես ենք լինում, որ ծեծկրտուք է լինում, գերեզմանաքարն են կոտրել եւ մի քանի տարբեր միջադեպեր։ Տեսեք, լարվածություն կա, լարվածություն ասվածը սենց ասեմ ձեզ։ Լարվածությունը որպես լարվածություն նրանում է կայանում, որ իմ կարծիքով արդար քննություն չի գնում։ Ավելի պիտի մանրամասն երկու հոգի չէր կարող նման գործողություն կատարել։ Խնդրեի պատգամ մարմիններին ավելի ուշադիր լինեն, ավելի խորացված հետևեն սրանց։ Եկեք այս պահին Ախտոյանների ընտանիքը որտեղ է գտնվում, նշեցին, որ տեղակ չէ։ Շնորհակալ եմ։ Ինչ նպատակով եք այստեղ հավաքվել, ինչ եք կարծում այն պահանջը, որ ներկայացնում են բնակիչները, որքանով կհասնի իրականության։ Դե պետք է հասնեք իրականությանը, որովհետև որպեսզի խոչընդոտը վերացնեք այս գյուղի։ Այս վիրուսա մտած այս գյուղի մեջ։ Ախտոյան ընտանիքին եք։ Այո։ Որ իմանան 44 օրը ով է խոսում։ Դուք 44 օրյա պատերազմում թվի։
Հա, ուղղակի Հա, հիմա տեսեք, նաև 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվողի հարազատներից Արսեն Ղուկասյանին են ձերբակալել, այս իրավապահ համակարգը, որը ընդունակ է նման մարդու ձերբակալել, իրենից հնարավոր է սպասել արդար քննություն։ Ոչ։ Չեք կիսում այն Այս վարկածով։ իշխանությունից լավ բան մի սպասեք։ Վատը միայն։ Իսկ պարոն Գրիգորյանին դուք անձամբ ճանաչել եք։ Այո, Ինչ կպատմեք իր մասին։ շատ լավ։ Մարդ տեսակ, որ կարամ ասեմ, ես ճանաչել եմ մենակ իրան, որպես մարդ։ Եթե ուզում եք ճանաչեք մարդ, իա պետք է ճանաչեք։ Շփվեք։ Իսկ ախտանների ընտանիքի հետ ինչ որ առնչություն։ Ոչ, առաջնություն ոչ մի տեսակ, բարև բալուս, այդքա բար։ Ոչ մի, ասեք, դες խնդիր չեմ ունեցել, ես իացել։ Լարվածությունը գյուղում շարունակվում է։ Բա ինչ կանի, քույր ջան։ Հələ բավուր հետ վերադարձար, ավելի վատին սպասեք։ Իսկ ինչքանով որ ճանաչել եք ախտաններին, նրանք ընդհանրապես խնդրահարույց ընտանիք են իրենց բնույթը։ Ես դες չեմ շփվել իացել, չեմ կար ասեմ, իր ձևի տարիք հետ։ Իքը որ գյուղապետ ա եղել, ես երեխից դեպքով եմ ճանաչել իաց։ Գրիգորյանների ու Ախտոյանների լարվածությունը վաղուց է եղել։ Ես կասեի սա այս իշխանավորների հետև դա, իշ կա։ Այս լարվածությունը սաղ յակ է ստեղծում։ Որտեւ Գրիգորյանը դες ազնվորություն էր, որ մենակ լավն էր կարող անել։ Վատ չէր անում։ Իսկ իակ ուզում էին միշտ Իասկոբը թեքեի Գրիգորյանը, ինքը տղե չէր, որ թեքվել էր Իասկոբը։ Ձեր ասած իշխանությունները իրար հերջ տալով սկսեցին ասել, որ դա վենդետա է։ Ինչ վենդետա։ Ինչ վենդետա։ 20 տարեկանս քիչ չէ ճանաչել Վալոդիային։ Մեր Գրիգորյանը չի ճանաչել, մոտիկից է չի։ Ինչի սպանեց Գրիգորյանին։ Բայ չէր։ 20-ամյա նշեցիք, որ չեր ճանաչում, իսկ դուք իրեն ճանաչել եք։ Այդ երեխուն ասեք ացել արելատեց, թե չէ որպես Այսինքն ինչ եք ասում, նա ընդունակ էր նման քայլերի։ Դե որ ուղեղը լվացել են, ինչ ասեմ, սկի ծառայացել չէր էլի։ Вообще դրանց թամի բեշ ծառայացուրա։ Բաբայի փեշիտա մեծացար։ Իբիսեց վենդետաներ են ալը, բա։ Բացառում այդ վենդետա չէր։ Դուք ինչ խոսք ունեք իշխանությունների։ Ամենավատ խոսքը իշխանություններին, այսօրվա։ Այս Նիկոլին։ Թող հեռանա։ Թող այս երկիրը չփոխել։ Ասում եմ, եթե ժողովուրդը դուրս գա փողոց ու պահանջի իմ հեռանալը, կհեռանամ։ Թե կձերբակալվի այդ ժողովուրդը, կապը ջարդվի։ Էտա, այս բերետների, սաղին, պոսպաղող տղերքի կոպեկներա տալի, բերետների միլիոններա տալի։ Էտա իա ճիշտը։ Ժողովուրդը ասպատ ուգակի բացերալ չի, սաղի տուգանը բա։ Այս իաս թիպ չի, որ ղեկավար ես երկիրը։ Էսի թուրք ասպանա տարում եզի։ Այսինքն նաև դուք կապում եք Փաշինյանի ոչ պատշաճ ղեկավարման հետ։ Այո, ամիջապես իքը կապ ունի։ Ես խմբի հետ։ Շնորհակալ եմ։ Խսեմ։ Ես առանց միկրոֆոնի կարամ դեպես։ Զովա զիվորի հայր դեպես։ 22 թվին երկիր հադուp տղես զովել է։ Թուրքերի ջարդը տալով, ու չի դահաջել, ընդհանրապես։ Հիմա ասում է Ալիևի հետ ընկերացել են, ընկերներ են, խաղաղության օրակարգ է կարգ։ Թուրքերտի չէ գերանալ, այ քուրջան, թուրքով որ մեկը գերանակ թուրքի հետ։ Թուրքով որ գաստե ամրի։ Իմ դրա դեպը գա թուրք մը, դա, ես կարամ ավրեմ։
Ալեն Սիմոնյանը չբացառեց, ասում է մոտ ապագայում հնարավոր է Երևանի խանութներում Բաքվից բերած ապրանք։ Պայկաբի քետա թուրքերից աբրի։ Ստեյս թողեթա Թուրքիա աբրի։ Ադրբեջան թողեթա աբրի, լավ է զգբիակ։ Ժողովուրդ, ուրեմն կառավարությանը ուղված հանրագիր ենք ներկայացնելու, որով խնդրելու ենք, որպեսզի լարվածությունը թոթափելու համար, ինչպես նաև զերծ մնալու բնակիչների կյանքի առողջության, հասարակական կարգի պահպանումից ելնելով, խնդրելու ենք կառավարությանը սույն հանրագրով, ստորագրություններով, որպեսզի վերջիներս դադարեցնեն Մեհեր Ախտոյանի եւ նրա ընտանիքի բնակությունը Փարաքար համայնքի բնակավայրերում։ Ուստի կխնդրեմ ցանկացողներին մոտենալ, ստորագրել, որպեսզի մոտ օրերս ներկայացվի կառավարությանը։ Բովանդակությունը ըստ էության իմ կողմից հրապարակվեց, եթե կուզենաք ավելի մանրամասն, ստորագրողը կարող եք ծանոթանալ հանրագրին եւ ստորագրել։ Խնդրում եմ մոտենալ։ Այո, խոսքը գնում է Փարաքար համայնքի խոշորացված համայնքի բնակիչների եւ իրենց ստորագրությանը։ Առաջինը ըստ էության երկրորդ ստորագրված է։ Անուն ասկանում։ Կարող է գրիշկա որ պետք չի։ Բնակիչներ, խնդրում եմ մի փոքր ուշադրություն այս պահին։ Ժողովուրդ ջան, լսում եք։ Սիրելի Փարաքար համայնքի բնակիչներ, խնդրում եմ ուշադրություն, այս պահին բազմաթիվ ցանկություններից ելնելով շարժվենք, գնանք մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր եղբորը, շարժվենք դեպի գերեզմաններ, ամբողջ օրը ստորագրահավաքը շարունակվելու է եւ ցանկություն ունեցողները կարող են շարունակել գալ, ստորագրել։ Այս պահին քայլերթով շարունակենք, գնանք մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր եղբորը։ Նշեց, որ ստորագրահավաքը մի քանի օր է տևելու, տարբեր համայնքներ եք գնալու։ Համայնքը Փարաքար համայնքն է, խոսքը եթե բնակավայրերի մասին է, այո, բոլոր Փարաքար համայնքի բոլոր բնակիչները ցանկության դեպքում կարող են մասնակցություն ունենալ ստորագրությանը։ Քանի օր է տևելու ստորագրահավաքը։ Կախված է քանակից, կախված է մարդկանց հոսքից։ Պարոն Օհանյան, մենք տեսնում ենք, որ մարդիկ միահամուռ կերպով իրականացնում են ստորագրահավաք, ինչ եք կարծում, կառավարությունը ընդառաջ կգնա ձեր պահանջին։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Ըստ պայդրությամբ ակնկալիքը մեկն է ներկայացնել մեր հանրագիրը կառավարությանը, իսկ արդեն որոշումը վերջիններիս է։ Այդքան։ Շաբկետներ կան, թե երբ է նախատեսվում ներկայացնել կառավարությանը։ Ներկայացնել է հանրագրի։ Կախված է նրանից, թե ստորագրությունները ինչ քանակ կստանան։ Իսկ ինչքան պետք է ստանան, որ ներկայացնեն։ Հաշվի առնելով, որ սա հանրության պահանջ է, բնականաբար հանրությունը պետք է գերակշռի։ Ստորագրությունները պետք է գերակշռեն։ Եթե դրանք 20000 բնակչության համայնքը 10000 պլյուս։ Շոշափելի քանակ պետք է լինի։ Քորյան մի քանի հարց ունեմ, Վենդետայի կարծիքի վարկածի հետ առաջ քաշված, ինչ եք կարծում, սա իսկապես Վենդետա էր։ Ճիշտն ասած, այստեղ Վենդետայի ոչ մի բան չկա, չի կարա տենց բան լինի, որովհետև Բալոջյան ոչ մի կապ չուներ Վենդետայի հետ, ոչ էլ Փետրվարյան դեպքերի հետ։ Մենք ընդհանրապես մեր ընտանիքով, մեր ազգով կապ չունենք տվյալ դեպքերի հետ։ Իսկ ում էր պետք պարոն Գրիգորյանի սպանությունը։ Սա պատվեր էր։ Չեմ կարող ասեմ պատվեր էր թե չէ, բայց որ Ախտոյաններին պետք էր այդ հաստատ է։ Ներքին գործերի նախարարությունը համարում է, որ գործը բացահայտված է, ինչ եք կարծում, ձերբակալված անձիկ են իսկապես մեղավոր։ Այդ երկու հոգին չեն կարող ասենք տենց ինչքանով, բայց իրանք մասնակից են հաստատ։ Դա արդեն կարծում եմ ապացուցված է, բայց այդ երկուսով չէին կարող ոչ մի բան անեին, ու իրանք մեր հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել։
ի սկզբանե որ կար ինչ որ վենդետա լիներ կամ չգիտեմ իրանց ցանկությամբ լիներ, նույնիսկ ասեմ ավելին այդ Գևորգը ինչա որ չենք է ճանաչում սկի մեղադրվում է սպանության մեջ այդ տղայի քերի գերեզմանը Վալոդյան ձրին վեր սարքել էր մի տարի առաջ եթե ինչ որ խնդիր ունենային մեր հետ կարծում եմ այդպես բան չէր լինի նույնիսկ քերու թաղումն էլ մյուս հորողբերս էր արել Իսկ հիմա արդեն դեպքից օրեր են անցել, գիտենք, որ Մերձավանում լարված իրավիճակ է, դուք ձեր ընտանիքը Ախտոյանների կողմից վտանգ տեսնում Մենք ոչ մեկից վտանգ չենք տեսել, մինչև այսօր էլ Վալոդիայի կենթանության օրոք էլ չենք տեսել։ Դրա համար ոչ մի պաշտպանական, ոչ մի միջոցառում չենք էլ իրականացնել, որովհետև մտածել ենք, որ ոչ թշնամիներ ունենք, ոչ էլ ինչ որ մեկը կա, որ կարա մեզի վնասի, որովհետև լավ բանից բացի Վալոդյան օրինակ ոչ մի բան չի արել, որ դրանով մտածել ինչ որ վտանգ կա, ինչ որ մեկից սպասվող։ Համացանցում մարդիկ նաև քննարկում էին, ասում էին, որ այս սպանությունը հնարավոր է կապված լինի պարոն Գրիգորյանի քաղաքական գործունեության հետ։ Թողենք իրավապահներին, իրավապահները թող պարզեն ինչի հետ է կապված։ Մենք ուղղակի բոլորս հավաքված ժողովուրդն էլ բոլորն էլ հասկանում են, որ այդ երկու հոգի չեն։ Մեսի խմբակային ինչ որ մտ կազմակերպված հանցագործություն է, որը որ մենք ուզում ենք մեր ոնց ասեմ, մի փոքր խղճի հանգստության համար գոնե բացահայտվի ամբողջությամբ։ Իսկ դուք ինչ կասեք, Ախտոյանների հեռանալով Մերձավանից այս կոնֆլիկտը կլուծվի։ Միանշանակ։ Իսկ ստորագրահավաքով դիմեցիք կառավարության ինչ եք կարծում, նրանք ընդառաջ կգնան ձեր պահանջին։ Դե աստված կանչենք, որ ընդառաջ լինեն, եթե չեն ուզում, որ հետագայում ինչ-որ շարունակական քայլեր լինեն, այսինքն եթե իրանք չեն դրթում, որ ժողովուրդը ինչ-որ հելնի, չգիտեմ, սխալ բաներ անի, ինչ-որ ձեր ասած վենդետայի նմանվող քայլեր լինի, ուրեմն պետք է այս հարցը իրանք լուծեն։